Երբ մենք հանեցինք, հանգստացրեցինք բորբոքային process-ը, պետք է արդեն անդրադառնանք առաջացման պատճառին։ Ինչի ժամանակ մենք շատ հաճախ եւ մեզ շատ օգնում է անհատական օրթոպեդիկ ներդիրների կիրառումը, ինչի շնորհիվ մենք կարողանում ենք շտկել եւ վերաբաշխել ոտնաթաթուն ծառայական կետերը, հետագայում խուսափել արդեն նորից առաջացող բորբոքումներից։ Այս շատերը պարզապես այդ ներդիրները գնում են խանութներից, դա կարելի է այդպես անել, թե պետք է անպայման մասնագետը այդ ոտքի անհատական պարամետրերին համահունչ եւ խնդրին համահունչ ստանա։ Գոյություն ունեն կարճատեսության եւ հեռատեսության համար ակնոցներ, որոնք մենք գնում ենք պատրաստի եւ գնում ենք պատվիրում ենք նորը մեր աչքին հարմար, մեր անկյուններով, մեր ասիգմատիզմին համապատասխան, այսինքն երբ մենք ունենք անհատական օրթոպեդիկ ներդիր, հաշվի առնված հենց մեր համար արկա խնդիրները, անկյունները, բարձրությունները եւ ճշգրիտ մեր անատոմիական կրկնօրինակումը կարողանում ենք ստանալ։ Գոյություն ունեն ներդիրների հատուկ տեսակներ, որոնք իրենց մեջ պարունակում են հենց կրնկի հատվածում բարձիկ ամորտիզացնող բարձիկ հավելյալ եւ հենց կրունկի միջային հատվածում իրենք ունեն փոստություն, ինչը թույլ է տալիս հենց կրնկի հատվածն էլ հավասարաչափ ծանրաբեռնել, որպեսզի ինքը տարածումը ունենա ամբողջ կրունկով, ոչ թե մի կետում, որը որ հենց այս պարագայում ցավացող եւ բորբոքված կետն է համարվում։